Հարգելի գաղափարակից ընկերներ, շնորհակալ եմ պարոն Սիմոնյանին ինձ այսօր հնարավորություն տալու համար գիրքս առաջին անգամ ներկայացնելու, որը սովորական գիրք չէ, այն հուշագրություն է։ Հուշագրություն է, որը հոգու ճանապարհ է, ապրումների, հիշողությունների հետևանքով ստեղծված ստեղծագործություն։ Յուրաքանչյուր գիրք ստեղծվում է մարդու ներսում։ Երբ գալիս է մի տարիք, երբ արդեն մարդը սկսում է մտածել, վերհիշել, վերարժևորել իր կյանքը, թե որտեղ սխալվեց, որտեղ ճիշտ որոշումներ կայացրեց, ինչն էր կարևոր, ինչն էր ավելի մնայուն իր կյանքում, ապրած կյանքում, եւ հենց այդ կարևորը եւ մնայունը ցանկություն է առաջանում փոխանցել սերունդներին։ Այստեղ առաջանում է ստեղծագործելու գաղափարը, գիրք գրելու գաղափարը։ Եվ գիրքը դա մարդու կյանքի փորձությունների հետևանք է։ Գիրք գրելը մեծ համարձակություն է, իսկ հուշագրություն գրելը դա ավելի պատասխանատու գործ է, քանի որ դու բացում ես քո հոգին ընթերցողի առաջ, քո կյանքի բոլոր մանրամասները ներկայացնում ես, իսկ ընթերցողը այն համեմատում է իր կյանքի հետ եւ ինքը նույնպես կատարում է հոգեվերլուծություն։ Ավելի պատասխանատու է հուշագրություն գրելը, որովհետեւ հուշագրություն ընթերցելիս դեռևս կենթանի են այն մարդիկ, ովքեր քեզ հետ ապրել են, ովքեր ներկա են եղել քո կյանքի բոլոր իրադարձություններին եւ դու չես կարող շեղվել, չես կարող կեղծել։ Չնայած գրքի առաջին տողից մինչև վերջին տողը ես անկեղծորեն զրուցել եմ իմ ընթերցողի հետ։ Հուշագրությունը ընդհանրապես դաստիարակչական բնույթ ունի։ Եթե մենք վերհիշենք մեր կյանքը, ապա մենք մեր դաստիարակությունը եւ կրթությունը ստացել ենք մեր կարդացած գրքերից, մեր դիտած ֆիլմերից եւ երաժշտությունը եւ արվեստի բոլոր գործերը մեր դաստիարակության վրա թողել են իրենց հետքը։ Արվեստը ընդհանրապես մաքրող բնույթ ունի, ապրեցնող բնույթ ունի եւ այդ ուսուցողական, կրթական բնույթ ունի եւ իմ ամենամեծ ցանկությունը այժմ նա է, որ իմ գիրքը գտնի իր ընթերցողին, զրուցի ընթերցողի հետ։ Հիմա հարց է առաջանում, ինչի մասին է այդ գիրքը, ինչ եմ գրել այնտեղ։ Այնտեղ իմ կյանքի, իմ հոգու ճանապարհն է։ Ինքնաճանաչում, ինքնավերլուծություն, այնուհետև սեր, ընտանիք, այնուհետև սիրո փորձություն, մտերիմ մարդու հարազատի կորուստ, ցավ, բանսարկություններ, դավադրություններ եւ մղձավանջ։ Այս ամենից հետո, եթե իներցիայով գնանք, մղձավանջից հետո պետք է լինի ընտանիքի փլուզում, պետք է լինի կործանում, բայց հայ կինը ընտրում է պայքարի ճանապարհը, այսինքն նա վառում է իր ներսի լույսը եւ փորձությունը դարձնում է ուժ, եւ ցավից ինքը վերածնվում է, եւ այդ վերածնվելու process-ում տիեզերքը նրան պարգևատրում է, նրան տրվում է նկարելու շնորհ։ Այնուհետև շատ մեծ ուշադրություն եմ դարձրել, թե ինչպես կարելի է առանց նախնական կապիտալի, առանց հովանավորչության, կատարելով հարկային բոլոր պարտավորությունները, միավորելով ընտանիքի բոլոր անդամների ուժը, հիմնադրել բիզնես եւ հասնել բաղձալի երազանքների։ Դա դեռ հարց է, եթե իմ ընտանիքը արտագաղթեր, արդյոք արտագաղթ այնտեղ արտերկրում կհասներ այդ հաջողությունների գոնե 50%-ին։ Պատասխանը թողնում եմ ձեզ։ Այդ հաջողություններից հետո գրքի կիսակետը դա մեր ոսկե հարսանիքն էր։ Այն երբ իմ ամուսինը այդ աշխարհի 7 երկրների ժամանած հյուրերի, մեր ընկերների, բարեկամների ներկայությամբ կարդաց իր սրտի խոսքը երախտագիտությամբ,
50-ամյա մեր ապրած կյանքի եւ սիրո խոստովանությունը։ Անկեղծ ասած, բոլոր ներկաները ցնցված էին, ես նույնպես, եւ անակնկալ էր ինձ համար, եւ այդ ժամանակ ես հասկացա, թե ինչու հայ կինը անցավ մաքարումների ճանապարհով, դժվարությունների հաղթահարման, տառապանքների կրելով հասավ այդ օրվան, այդ դրա համար, եւ դա դաստիարակություն է, դա դաստիարակություն է սերունդների համար, արժանապատվության համար, պատվախնդրության համար։ Դրանից հետո այնուհետև ես իմ կարծիքն եմ հայտնել ազգային զարթոնքի մասին, քանի որ ես ակտիվ մասնակից եմ եղել եւ ներկայացրել եմ ինչ է հայրենիքը ինձ համար, ես ներկայացրել եմ ով է հայ կինը իմ պատկերացմամբ, որից հետո գալիս է վերջաբանը, այսինքն ես այն վերնագրել եմ իմաստության հանգրվան, այսինքն այն կինը, ով որ գրում էր իմաստության հանգրվանը, այն կինը չէր, ով որ ինքնաճանաչում էր գրքի սկզբում, այս կինը հասունացած, կյանքի դժվարություններով անցած, փորձություններով անցած, հաղթահարած կին էր, որը ուսումնասիրել էր կյանքի դասերը եւ իր ամբողջ մտքերը փիլիսոփայական ուղերձների տեսքով, հոգեբանական վերլուծությունների տեսքով ներկայացնում է գրքի վերջաբանում։ Այդ վերջաբանում յուրաքանչյուր նախադասությունը դա մի պարբերության իմաստ ունի եւ այս գիրքը պետք է կարդալ մտածելով։ Սոսկ կարդալու համար չէ, պետք է մտածելով կարդալ, համեմատություններ անել եւ դասեր քաղել նաեւ համեմատություն կատարելով ընթերցողի կյանքի հետ։ Այժմ իմ գիրքը անցնում է իր ճանապարհը, նա մտավ իր կյանքի ճանապարհը, նա այլևս իմը չէ, նա նաև հանդիսատեսի ընթերցողինն է, եւ ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ընթերցող այնտեղ գտնի իրեն, որտեղ է սխալվել, ինչու է սխալվել եւ պատճառը հետևանքային կապը։ Թող այս գիրքը գտնի իր ճանապարհը, իսկ մենք շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել։ Շնորհակալություն ուշադրության համար։